Ասիայի մի ձեռքն ասեղի տակ է, քիմիաթերապիայի հերթական կուրսն է ստանում, մյուս ձեռքում հեռախոսն է մի քանի օրական դստեր նկարներով։ Մարինայի ծնունդը հրաշքի պես մի բան էր, որ ոտքի է կանգնեցնելու երիտասարդ գեղեցիկ մայրիկին։ Сразу, когда я узнала, որ հղի եմ, վատ էին զգում, բայց չգիտեին, որ ես из-за этого относили к беременности, думали, беременна, поэтому մինչև 22 շաբաթ տենց վատ էի զգում, հետո обследование անցա մեր մոտ и ուղարկեցին Կրասնոդար։ Ասիան Ռուսաստանի Դաշնությունում է ապրում, այնտեղ էլ հղիության 22-րդ շաբաթում ախտորոշել էին լիմֆոմա, հորդորել անհապաղ ընդհատել հղիությունն ու արագ սկսել քիմիաթերապիայի կուրսերը։ Կրասնոդար հույս տվեցին, ասացին երեխային պետք է ընդհատվի, որոշեցինք գանք Հայաստան, մեր երկիրը, մեր հայ բժիշկները ոնց լինի կօգնեն, կբուժեն։ Տենց էլ եղավ, տենց էլ ստացվեց։ Հեշտ չէր որոշում կայացնելն, ասում է բժիշկ արյունաբան Մարինե Մելիք-Անդրեասյանը, կշեռքի վրա էր մայրիկի կյանքն ու հղիությունը։ Առաջ համարվում էր, որ առանց որևէ խոսքի միանշանակ պետք է ընդհատել հղիությունը եւ նոր սկսել հատուկ բուժումը, որովհետեւ մեր հիվանդությունները չեն սպասում այն բանին, որ մի քանի ամիս պետք է անցնի, նոր հղին ծննդաբերի եւ նոր սկսենք մեր բուժումը։ Հիվանդությունը քայլում է առաջ։ Բժիշկները հաճախ են երկընտրանքի առջև կանգնում, երբ չարորակ որևէ հիվանդություն զուգահեռվում է հղիության հետ։ Քիմիաթերապիան կարող է վտանգել պտուղը, իսկ քիմիաթերապիայի ուշացումը հաճախ կյանք է արժենում։ Սա երկրորդ դեպքն է Հայաստանում, երբ մայրիկի հիվանդությունը նահանջում է, բալիկն էլ ծնվում է լիակատար առողջ։ Երկու դեպքում էլ գլխավոր դերակատարները Էրեբունի բուժկենտրոնն ու արյունաբանության կենտրոնն են։ Այս մասնագետներն են հղիությունն ու վտանգավոր քիմիաթերապիան համատեղել հաջողությամբ։ Որոշեցինք, որ երեխեն մնալու ենք, մարդասպան չենք, դες չենք կարանենք, всё, մնում է точка։ Այս հղիությունը վարել ենք մեր ուռուցքաբան գինեկոլոգների հետ համատեղ Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ։ Հղիության ընթացքում աղջիկը քիմիաթերապիայի 4 կուրս է ստացել, 33-րդ շաբաթում կեսարյան հատում ենք իրականացրել, թերհասեր 2 կիլոգրամ քաշով, բայց շատ ակտիվ, լավ ու առողջ բալիկ է։ Սեփական փոքրիկին օգտակար լինելու զգացումը Ասիայի ապակինում ավելի է արագացնում։ Արյունաբանության կենտրոնի բժշկուհին հավատում է հիվանդությունը նահանջելու է։ Այդ աղջիկը արդեն նորից իմ մոտ ստանում է բուժում, բայց լիովին բավարարված, երջանիկ, որ նա ունի երեխա, հույսով, որ իր մոտ ամեն ինչ լավ կլինի, իսկ իրոք մենք հիվանդության առումով ունենք բավականին մեծ դրական դինամիկա։ Առջևում քիմիաթերապիայի մեկ կուրս էլ կա, հետո Ասիան մեկամյա որդու ու նորածին աղջկա հետ կմեկնի Հայաստանից։ Նորածինը բժշկուհի Մարինայի անունն է կրում։ Ընտանիքը երկու բուժկենտրոնի մասնագետներին էլ երախտապարտ է։ Բուժման ամենաարդյունավետ դեղամիջոցը օրորի քաշ հավաքող պստիկն է։ Սուսան Բադալյան, Հակոբ Թումանյան, Առաջին ալիք։